Բարի լույս սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է, մեր խոսելու բնականաբար օրն է։ Մի քիչ մրսել էի, ձայնս մի քիչ փոխված է, բայց բնականաբար կարևոր թեմաներ կան, պետք է խոսենք։ Խոսելու ենք այսօր բարեկրթության մասին, թե արդյոք հնարավոր է բարեկրթությամբ, բարեկիրթ ձևով, բարեկիրթ դեբատներով հասնել իշխանափոխության, որովհետև տեսեք, խորհրդարանական գործունեությունը միտված է ցանկացած ընդդիմադիր ուժի իշխանափոխության հասնելուն, այսինքն դա միտված չի ինչ որ սիրելու միմյանց կամ մերձավորներին քրիստոնեաբար միտված է ընդդիմության ցանկացած ընդդիմադիր ուժի գործունեությունը միտված է իշխանությունը վերցնելուն, ինչու որ իր ծրագրերը իրականացնի, այսինքն սա շատ նորմալ արդար նպատակ է ժողովրդի կողմից ձևավորված պահանջ, քաղաքական ուժի կողմից ձևավորված ուղղություն։ Հիմա ընտրությունների արդյունքներով ունենք նոր խորհրդարան, իշխանությունը չի փոխվել եւ ընդդիմադիր ուժերը եկել են խորհրդարան, իշխանությունը ասել է եկեք բարեկիրթ լինենք։ Ընդդիմադիր ուժերը համաձայնվել են։ Եվ ես տեսնում եմ, որ ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրները ելույթներում ասում են, մենք եկել ենք, մեր նպատակն այստեղ այն է, որ բարեկիրթ ձևով ձեզ հեռացնելու ենք այս իշխանությունից, ձեզ հեռացնելու ենք, փոխելու ենք իշխանությունը, բան, ու ես նայում եմ եւ մտածում եմ, որ այս մարդիկ երևի կարիք ունեն մի քիչ կողքից խորհուրդ տալու, էլի կողքի անալիզ, քաղաքական վերլուծություն է պետք, եւ մենք հիմա կողքում ենք, այդտեղ չենք։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Ժորժ ջան, աշխարհի պատմության մեջ, եթե աշխարհի պատմությունն է վերցնենք դնենք այն կողմ, վերջին 20-30 տարվա որևէ իրավիճակում, որևէ ուժի չի հաջողվել բարեկիրթ քննարկումներով գալ եւ իշխանությունը վերցնել։ Սա մեկ։ Չկա այդ ձևի նախադեպ եւ ոչ ոք չի կարող նոր հեծանիվ անել, հնարել։ Այսինքն սա իշխանության կողմից մի հատ խայծ է, որը ուզում են որ ընդդիմությունը ուտի այդ խայծը եւ դրա գերին, ինչ տեղի ունենում այս օրերի ընթացքում։ Այդ Էդգար Ղազանի պատմությունը դրա մասին է։ Գնացինք առաջ։ Երբ որ նայում եմ մարդկանց աչքերի մեջ, ընդդիմադիրների, չկա կրակ ժողովուրդ, չկա բան պայքար իշխանության համար։ Նայում ես այս մարդկանց աչքերի մեջ, նայում ես իրանց հազարումի խնդիրները, այդ մարդիկ հազարումի խնդրելով ծանրաբեռնված են, անձնական նկատի ունեմ։ Եվ այդ ուշք ու միտքները էդ է, ուրիշ բանի մասին չեն մտածում։ Եվ որ հետ գնանք 18 թվականի իշխանափոխությունը նայենք թե ովքեր էին փողոց դուրս եկել, ոնց է process-ը գնում, բան, դուք այդ մարդկանց աչքերի մեջ ինչ կարող եք տեսնել։ Կրակ, իշխանությունը վերցնելու ցանկություն, անհագուրդ ցանկություն, եւ անգլերենից ասած բան կա, իշխանության տենչ, որ իշխանությունը ուզում ես վերցնես, դա կոչվում է power hunger, այսինքն իշխանության սով։ Մարդու աչքերի մեջ այդ իշխանության սովը պետք է լինի, որ ինքը կարողանա հասնել իշխանափոխության։ Երբ որ չկա այդ մարդու աչքերի մեջ, օրինակ մեր ընդդիմադիրների մի մասի աչքերի մեջ կուշտ են, բոլորը կուշտ են, այսինքն քաղաքական իմաստով իշխանություն վերցնելու կուշտ են, իշխանություն չեն ուզում վերցնել։ Չկա այդ ձևի օրակարգ։ Հա տեքստերով կարող ասեն, բայց որ դու նայում ես իր սոցիալ հոգեբանությունը ինքը իշխանություն վերցնող չի։ Մյուսների աչքերի մեջ էլ ընդդիմադիրների հուսահատություն է, ասում են հուսահատ դեմքով ընդդիմադիրը չի կարող իշխանությունը վերցնել։ Չկա այդ ձևի բան։ Ուզում եմ բարեկիրթ խոսա, ուզում եմ բարեկիրթ, չկա, բան չկա, տեմպ չկա, էներգիա չկա։ Այն կարգին հաղորդման ասում եմ էքսպրեսիա չկա, չէ՞։ Չկա։ Հիմա ուզում ասեմ, այդ ձեր ցավը տանեմ։ Իսկ ինչ եք հեքիաթ պատմում, իսկ ինչ եք խոսում, ինչ եք ժողովրդի գլուխը լվանում։ Չի կարալնի բարեկիրթ քննարկումներով իշխանափոխություն։ Չկա այդպես ձև։ Չկա այդ ձևի ձև չի եղել, փորձ չկա այդ ձև։ Եկեք նայենք ամենամեծ համաշխարհային մակարդակով վերադարձը քաղաքական եղել է Դոնալդ Թրամփի վերադարձը Միացյալ Նահանգներում։ Մի հատ բացեք նայեք քարոզարշավը, ինչեր է ասում իր քաղաքական օպոնենտներին, դեմոկրատներին, Ջո Բայդենին նախագահ։ Իր հետի մրցակցող անգամ հանրապետական պրայմերիզի ժամանակ հետի մրցակցող մարդկանց, իր թիմակիցներն են, չէ՞։ Հետո դե բոլորը իրան միացան մեկը։ Մի մասը լավ։ Բայց ինչեր է ասում այդ մարդկանց մասին։ Ինչա խոսում, ինչ մեսեջներ է տալի ժողովրդին։ Հասկանում եք, ինքը ինչ անում, ինքը էներգիա է հավաքում։ Տալիս է էներգիան հավաքում է։ Ինչի որ դա ուղի իշխանությունը փոխելուն։ Ու այդպես էլ եղավ։ Չի կարող տենց բարեկիրթ դեմքով մեկը գա ասի մենք շատ բարեկիրթ իշխանությունը փոխելու ենք։ Ահա ամբյոնից ես տեսել եմ ելույթներ քանի օրվա մեջ ընդդիմադիրների կողմից։ Չես ձայնի տեմբրը ահա որ ցածր են որ բանը մենք ուզում ենք չի կարա տենց բան լինի ժողովուրդ։
էներգիա չկա, ոնց բացատրեմ ես ձեզ։ Մյուս համաշխարհային փորձը եկեք նայենք, ամենաթարմը, Տրամպը դնենք մի կողմ։ Հունգարական փորձը մոտս գրել եմ։ Պիտեր Մագյարը, ամենաանհաղթահարելի մարդուն, որ անհնար է հաղթել, Օրբանին, վարչապետ Օրբանը։ Երկարակյաց, քաղաքական կենթանի։ Հաղթեց։ Մի հատ նայեք Պիտեր Մագյարը սիրուն սիմպաթիչնի տղա է, սենց բան, սենց առաջադեմ, բան, մոդեռն արշավ։ Մի հատ նայեք ինչեր էր խոսում։ Մել ընտրվել է, հիմա էլ է ասում։ Հիմա էլ ասում է, այս հանցագործ իշխանությունը պետք է քանդենք, այս հանցագործ համակարգը հանրապետության նախագահին նոր փոխեցին, դուրս շպրտեցին։ Всё, չկա։ Նոր իրանց հանրապետության նախագահն են ընտրել։ Ընդեղ էլ ազգային ժողովի կողմից ընտրվում պարլամենտի։ Հիմա դատավորներին են փոխում, անկախ մարմինների անդամ։ Ու նայեք ինչ տեքստեր է ինքը օգտագործում։ Ոչ թե հիմա ընտրվելուց հետո, այլ մինչև այդ, ինչ էներգիա տալիս։ Աշկերը վառվում այդ մարդու։ Հասկանում եք։ Այդ դա իշխանության սովն է։ Power hunger-ն է։ Չէ, նայեմ ես ասենք, ուզում ես ասես եղբայր ինչով քեզ օգնենք, ցավը տանեմ, ինչի կարիք ունես։ Ինչա քեզ պետք։ Մեկ էլ սկսում է պատմել։ Իմ քրեական գործը սենց է, ես ախր իմ քրեական գործը անարդար քրեական գործով, այդ մարդը ոնց կարա դա իշխանությունը փոխի։ Դա իր ուշքումիտ իր քրեական գործն է։ Ինչ քրեական գործ։ Ինչ քրեական, քո քրեական գործով դեր զբաղվի, գնա զբաղվի այդպես, դու ժողովրդի հետ ինչ կապ ունես։ Ինչ կապ ունես ժողովրդի հետ։ Մեկը իր քրեական գործից է խոսում, մեկը իր հիմնարկից, մեկը իր ամուսնուց, մեկը իր քեռուց, անցած անգամ խոսացինք։ Չկա իշխանան, պետք է տենչ լինի իշխանության, չէ՞։ Չես չի լի բարեկիրթը։ Մենք բարեկիրթ էս Ժորժ ջան, դու ոչ միայն 2031 թվին, նախ 2031 թվին էլ չի լինի sense ընդդիմություն, դե կմաղվի, կմաշվի, ջարդուփշուր կլինի, կկազմականդվի, կտոր կլինի, դա անգիր գիտենք, տեսել ենք։ Ինչ 2031, ինչ 2031, ինչի մասին է խոսքը։ Եվ այդ եմ ուզում ասեմ, որ Ժորժ ջան, նայենք բանը, հունգարական փոստն եմ դնում մի կողմ։ 2008 թվին Լևոն Տեր-Պետրոսյանին ոնց է հաջողվել այդքան մարդ անել փողոց, այդ ձևի մեծ արշավ անել։ Հələ 2018-ը վիճարկում եք, չէ՞, ասում եք հեղափոխություն չէր, դա է, դա համար 2018-ը չեմ ասում։ 2008 թիվը Լևոն Տեր-Պետրոսյանը օգտագործել է թաթար-մոնղոլական լուծ տերմինը։ Գործող իշխանությունների նկատմամբ։ Դուք հիշում եք ինչ տեքստեր էր օգտագործում։ Ինչ էներգիա էր տվել փողոցին եւ փողոցը ոնց էր եռում։ Եվ իշխանապողությունից 5 էր պակաս, եթե բնականաբար որոշում չկայացվեր գնդակահարել փողոցը մարդկանց։ Չգնդակահարեին մարդկանց, իշխանությունը փոխվում էր։ Հասկանաք, որևէ տեղ աշխարհում չի եղել իշխանապողություն, բան, նայս, բարեկիրթ, բան չի լինում տես բան։ Կամ մի ասեք, որ ստեղ եկեք կանք sense բան պայմանավորենք, այսա շատ կարևոր է։ Պետք է պայմանավորվել, որ ընդդիմադիր ուժերը իշխանությունը փոխելու ծրագիր նպատակ չունեն։ Ուղղակի ուզում են աշխատեն, աշխատանքներ տանեն, քննարկումներ ծավալեն, ծրագրեր բերեն, այդ ծրագրերը մերժվի, նախագծեր բերեն, նախագծերը մերժվի։ Այդ առումով ես օքեյ եմ, ոչ մի բան չեմ ասի։ Զուտ ասի, որ մենք ուզում ենք sense քննարկումներ անենք, բաներ sense խոսանք, բան, վարման կարգով բանում Վալոդիկը երկար խոսեց, խնդրում ենք 3 վայրկյանը իր անջատեք, բան տես շուտ, տես նորմալ, դա նորմալ է։ Բայց երբ որ ասում եք մենք ուզում ենք իշխանությունը փոխենք, արձանագրեք, որ բացի քաղաքականությունից չհասկացող մարդիկ կան նաև հասկացող մարդիկ։ Օրինակ մենք նայում ենք, ասում ենք եղբայր լավ էլի ախպոր պես է։ Հուսահատ աշկերով իշխանությունը փոխող տեսել եք։ Կամ ասենք բանը, իշխանությունը չուզող դեմքով։ Հետո չես ուզում վերցնես այդ իշխանությունը, ոնց կարող է ժողովուրդը վերցնի իշխանությունը, տա քեզ։ Պետք է ուզենաս վերցնես, որ ժողովուրդը վերցնի իշխանությունը, տա քեզ։ Դուք չեք ուզում իշխանությունը վերցնեք։ Ինչի համար պիտի վերցնեն տան ձեզ, մեկը կարա բացատրի։ Եվ մյուս կողմից կա Նիկոլը, որի աշկերին որ նայում ես տեսնում ես, որ ինքը ոչ մի կոնֆիգուրացիայով չի ուզում իշխանությունը ոչ մեկին զիջի։ Անգամ իր թիմի ներսում չի ուզում զիջի։ Հետաբար այդ ձևի մարդուց իշխանությունը վերցնելու ճանապարհը չի կարա գնա բարեկրթության արահետներով, հուսահատ դեմքերով, քու քրեական գործը ծաղկշել քու մտքերի մեջ, այն աժամբյոնից խոսալուց էր մտածում որ ոնց անի չդատվի։ Չի կարա այդ ձևի ելույթով մեկը գա իշխանությունը փոխի։ Մեր ընդդիմադիրները ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենած գեք ինչ են մտածում, որ առաջի աջանը դատել է իրանց վերաքննիչը դեռ կասկածելի է կարող է մի բան փոխվի։ Մի քիչ զգուշ խոսամ։ Դե տենց իշխանություն եք ուզում փոխել։
Այդպես ո՞ց կարող լինի։ Դրա համար եկեք մի հատ ֆիքսենք, անկեղծ լինենք, հա բարեկիրթ ուրեմն գնացեք բարեկիրթ աշխատեք, բայց մի ասեք ուզում ենք ես իշխանությունը վերցնենք։ Չկա այդ ձևի օրակարգ։ Եթե անգամ կա էլ սխալ գիտեք վերցնելու ձևերը, չեք վերցնելու, բացառում եմ որ կվերցնեք։ Եթե տենց է։ Հետեւաբար այս քննարկումը սրա մասին է։ Դե չէ բարեկիրթ ընդեղ Էդգար Ղազարյանն ասավ սրիկայաբար, ոնց սրիկայաբար, ոնց կարա լինի սրիկայաբար, այ քեզ բան, այ քեզ։ Այդ պարլամենտը մեզ բաներ են ասել ելույթներով։ Այդ սրիկայաբարը դարավ բան, պրոբլեմ։ Այնպես բաներ են ելույթներով ասել։ Քաղաքական խոսքը անսահման է։ Դա այնպես իմպրովիզացիաներ ունի։ Քաղաքական խոսքը կարող է ուռճացվել, կարող է հեգնանքով բան արվել, հարստացվել։ Մեկ կարծացեք եվրոպական դատայի նախադեպերը։ Հենա Նիկոլինից դատի է տվել քաղաքական խոսքի համար, դատան ենք մուտքագրել արդեն հայցադյումի մեր պատասխանը։ Մանրամասն նախադեպերով գրել ենք։ Քաղաքական խոսքը դուք ինչքան հարուստ է։ Ոնց կա բանն է, կոմունիստական կուսակցությունն է, ինչն է, կոմկուսի պարլամենտը է, ինչ է, ինչի մասին է դա։ Այդ ինչ քննարկումներ է։ Ով է նայելու ընդհանրապես ձեզ, եթե դա քաղաքական խոսք չլինի։ Եթե դուք բարեկիրթ եք, դիտումը չի լինի, YouTube-ում իսկի դիտում չեք ունենա, չբարեկիրթ։ Բայց այստեղ ամենակարևոր թեման ինձ համար հետևին է, իշխանությունը վերցնելու թեման է։ Կա նման նպատակ, թե չէ, եւ հնարավոր է բարեկիրթ իշխանությունը վերցնել, թե չէ։ Հնարավոր չի, սիրելի հայրենակիցներ։ Չի եղել աշխարհում մի դեպք, որ մեկը բարեկիրթ վերցրել է։ 18 թվին սիրո եւ համերաշխության, հանդուրժողականության ոչ բռնի, ոնց է Նիկոլովը ասում 60 տերմինով տենց։ Ժողովրդական հեղափոխությունը չի եղել բարեկիրթ, չի եղել։ Դագաղներ են հելե փողոց, չի եղել բարեկիրթ։ Չկա ձև բարեկիրթ վերցնելու։ Հնարավոր չէր բարեկիրթ ձևով համոզել, ճնշել ՀՀԿ падգամավորներին, որ ընտրեն Նիկոլին։ Ձև չկա տենց։ Բարեկիրթ ձևի ոչ մի հանրապետական падգամավոր չի ընտրել Նիկոլին։ Բոլորը եղել են ճնշման տակ։ Փողոցի դուս եկած ժողովրդի ճնշման տակ։ Ով ինչ ուզում է խոսա։ Բարեկիրթ։ Հա, բարեկիրթ բան ասա, բարեկիրթ, այնպես վերնում եմ իշխանության բալանիները տալիս են, պեչատը տալիս են, մեկին ասում են անախպեջան, գնա կառավարի ցավը տանեմ, գնա։ Չկա այդպես բան։ Ես ձեր համար բերեցի 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի փորձը, նախագահ Թրամփի փորձը, որ հաղթեց ընտրություններում, եւ հիմա էլ պատրաստվում են արդեն միջանկյալ ընտրություններին, ելի նույն բառապաշարն օգտագործում են ավելի սուր, եւ նաեւ հունգարական վերջին փորձը, որ հաղթեցին ընտրություններում։ Եթե կուզեք կարող եք վրացական փորձներ նայեք, ինչ էր խոսում Սաակաշվիլին Շևարդնաձեի իշխանության մասին, կարող եք էլի վրացական փորձ նայեք, ինչ էին խոսում Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցները եւ հենց անձամբ ինքը։ Սաակաշվիլի իշխանության մասին, երբ որ փոխեցին, վերցրեք նայեք, որտեղ իշխանությունը փոխվել է, նայեք ոնց է փոխվել։ Բայց հեռու մի գնացեք, Հայաստանը նայեք։ Բարեկիրթ անհնար է իշխանությունը փոխել։ Այսօր այսքանն էի ցանկանում կիսվել եւ սա ըստեյության ակադեմիական բան է, YouTube-ի նյութա, լավ կլինի շատ տարածեք, որ մարդիկ դիտեն եւ այս դասախոսությունից դասեր քաղեն քաղաքականության վերաբերյալ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։